Չի մտածել, որ կարող է դա ընդհանուր համաձայնությունների դաշտում։ Չէ, ընդհանրապես այս տարիների ամբողջ այս ողջ process-ը ցույց է տալիս, որ նրանք սինխրոն է դա ամեն ինչ, տեսեք այդ խոսույթը, որի մասին դուք ակնարկում եք, ինչի մասին էր։ Ով բերեց Նիկոլ Փաշինյանին։ Իրար միս են ուտում, գզվրտվում են, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին։ Ես էլ ուղիղ պատասխանում եմ։ Բոլորդ եք բերել։ Սինխրոն, համաձայնեցված։ Բոլորդ եք բերել, որովհետև դուք չեք, որ գնացիք ու ազգային ժողովում ձայները այնպես այնպիսի իդեալական, հաշվարկած, ոսկերչական ճշգրտությամբ արեցիք, որ մարդուն կարգեցիք վարչապետ, ինչի մասին է խոսքը։ Դուք եք բերել, ելով է բերել։ 18 թվականի իրադարձությունները, դեպքերը, այդ համաժողովրդական ցասումը չես մոռացել, չէ՞ Դավիթ, կարծես։ Դե ինչ բերել, եթե կա այդպեսի։ Չէ, նայեք, համաժողովրդական ցասումը ընդվզում կար։ Այդպեսի տեսեք, այդ ցասումը ընդվզումը կար, հիմա էլ հասունանում էր, պերիոդիկ հասունա, հիշում եք, եկեղեցականներ փորձում երկիր փրկել, շարժումը, հրապարակներ էր հավաքում, համարյա թե գրեթե նույն սցենարով, այն որ 5 պագաս արդեն իշխանափոխության հոդեր գալիս, հիշում եք, ձեր տաղավարում քննարկում էինք։ Ինչ տեղի ունեցավ։ Այդ պահին այդպես իր տրամաբանական ավարտին կուլմինացիան տեղի չունեցավ, որտեղ նպատակահարմար չէր։ Բայց երբ որ փաստերը բերում ենք ավելի լուրջ կոնտեքստում ենք դիտարկում Արցախը հանձնել չհանձնելու 2019 թվականին թե ինչ փաթեթ է ներկայացվել, ուլտիմատումը ուր է հասել, ինչի պատերազմ եղավ, վերջնարդյունքը ինչպես պետք է լիներ, ինչպես եղավ։ Այդ ամբողջ պատկերի համատեքստում արդեն ուրվագծվում է ով ինչպես ինչի համար հանձնեց, ով ինչպես վերցրեց, ինչի էր ընդունակ եւ այս ամեն ինչը ուրա տանում։ Ռուբեն Վարդանյանի ուղերձը ծանոթ։ Լսել եմ։ Լսել եք? Ծանոթ։ Լսել եմ։ Կա բան, որ կոնտեքստից դուրս է։ Տեսեք, որպես փորձագետ երկակի բաներ կա իմ մոտ։ Ինչ։ Դե նայեք, նախ լսում ես որպես քաղաքացի, այլ բան ես ընկալում։ Որպես դիվանագետ, որպես փորձագետ, հայտնի հայ, որին դատում է Բաքուն։ Դե տեսեք, մեսեջը հասկան, նախ ոնց որ վերջի ուղերձ էր որպես այդպեսին, հրաժեշտի խոսք էր իրենից բովանդակությունը ներկայացնում։ Բաներ կա, որ հիմա տեսեք շահարկում են, չէ՞, վախես բառը էսպես ասեց, այն բառը էսպես ասեց եւ այլն։ Ես դուրս գանք այդ պոլեմիկայից։ Դա ոչինչ չտվող պոլեմիկա է։ Ես կարծում եմ, որ սա ուղերձ էր այն մասին, որ միջազգային հանրությունը ինչքան էլ որ իր մասով լսելիքը պետք է լսի, հայ ժողովուրդը իր մասով սթափվելու քաղաքական գիտակցության մագարտակի գալու ինչ որ կոչ էր։ Ես այդպես եմ ընկալում։ Կրկնում եմ, յուրաքանչյուր ոք տարբեր ձև կարող է մեկնաբանի։ Բայց այն ինչ որ տեղի ունենում այնտեղ, ես իմ կոչերով բազմիցս ասել եմ։ Հիմա պետք է պատերով, պատերծենք դռներ ջարդելով այդ մարդկանց մասին բարձրաձայնենք մաքսիմալ, որովհետև խոսույթը ինչի շուրջ է պատտվում հիմա։ Գործող իշխանությունները ասում են չխոսենք, ընդհակառակը պրոբլեմ կստեղծենք։ Շատերը ընդհակառակը ասում են խոսեք, որ տեսնեք, որ վերջի վերջո դուք մտահոգ եք եւ այլն, այսինքն բարձրաձայնեք խնդիրը։ Տեսեք, եթե այդ կասկածանքը կա, որ Ադրբեջանը անում է քայլեր, որ պղտորի Հայաստանի հանրության տրամադրությունը կամ քաղաքական կրքեր բորբոքի Հայաստանում։ Մենք հո գիտենք ինչա տեղի ունենում այնտեղ։ Այդ դատավարությունը ինչի համար է, ինչ են կորզում Հայաստանից։ Մենք հո գիտենք։ Ես գալիս եմ այն հարցին, թե որպեսզի մենք դատարկ խոսակցությունների հետևից չգնանք, քննարկենք ինչ գործիքներ կարող է Հայաստանը առաջարկել, որ չի առաջարկել եւ պետք է միջև հիմա առաջարկած լիներ, ինչպես օգնել, ինչպես ազդել այդ դատավարության վրա։ Տեսեք, ընդհանրապես դատավարության process-ին եմ հետևում։ Երբ որ հարցաքննվում են բարձրաստիճան ղեկավարությունը Արցախի, ես որսացի մի միտք, որը որ շատ տեղին էր։ Ես ուրախացա, որ այդ պահը կիրառեցին, ասին, որ սա քաղաքական երանգ մի տվեք սրան։ Սա դատական իրավական երանգ չի կարող ստանալ։ Եվ այդտեղ է հիմքը, որ մենք պետք է ներկայացնենք բոլոր միջազգային կառույցներին, վերպետական կառույցներին, որ այնտեղ այդ դատավարությունը, որը տեղի ունենում, ընդամենը դա ֆարս դատավարություն է։ Այդ դատավարությունը, որպես այդպեսին, տեսեք, խնդիրն ի՞նչն է Ադրբեջանի։
քենապահություն ունեն, փորձում են իրենց ազգի աչքի առաջ մանավանդ Ալիևյան ռեժիմը ցույց տալ, որ պատժում է ովքեր որ ժամանակին կարողացել են իր հորը, իդեմս իր հորը, հա, հաղթանակ տանել ու այդ մարդկանց փորձում է դադել։ Հիմա տեսեք, նայում են դադական ոչ process-ը ինչի հիմքի վրա է գնում, ռազմական գործողություններ։ Այսինքն չեք մտածում, որ Ալիևը նպատակ ունի այդ ամենը տեղավորել բանակցային process։ Ինքը բանակցային process, ես չեմ կա, իր գերխնդիրը էս պահին, եթե նույնիսկ բանակցային հարտակ բերի, ապա շատ լուրջ բանի դիմաց պատրաստ կլինի հանձնել։ Հումանիզմի դրսևորումով անունը ինչ ուզում ենք փաթեթավորենք։ Օրինակ ագանջիս հասել է, որ օրինակ Մեղրիի այդ միջանցքի տրամադրման, Սյունիքի անանցելնության, ինչի մասին որ խոսում ենք, իհարկե դերևս նոյեմբերի 9-ի կեդի ենթատեքստով է գնում, բայց չգիտեմ, խոսույթ կա, որ կարող են փոխանակել այդ պատրվագով, իհարկե անունը դնեն հումանիզմի դրսևորում եւ այլն։ Բայց ես գիտեմ մի բան։ Դա այն դեպքում Բաքուն այսօր պաշտոնապես հայտարարել է ու ակնարկում է, հələ որ ակնարկով է ասում, որ այն մարդիկ, ովքեր առհասարակ ռազմական գործողություններին են մասնակցել եւ զբաղեցրել են պաշտոններ, այսինքն ուղիղ տեքստով հասկացնում են, դա Սեյրան Օհանյանն է, դա Սերժ Սարգսյանն է, այսինքն բոլոր նախկին նախագահները, ռազմական գործունեություն ծավալած զինվորականները եւ այլն, նրանց հանձնելու մասին է խոսքը։ Անունը դնելով, որ եթե դուք ուզում եք խաղաղություն, հանձնեք, մենք դատենք, եթե ուղիղ տեքստով ասեմ, հետո լավ կլինի։ Ես իմ հրաբարակային ելույթներում, հոդվածներում շատ վաղուց ասել եմ, գալու է օրը, երբ որ նույն տրամաբանությամբ, անգամ եթե նման սցենարի պատրաստ լինի, ես գործող իշխանությունները հանձնեն նույնիսկ, հա, ասեն դե լավ, իրանց էլ տանք հանգիստ ապրենք, ոչինչ։ Այս պարագայում հետևյալն է լինելու։ Հաջորդիվ ասելու են, հələ եկեք տեսնենք ընդհանրապես ով է Արցախի բանակ կոչվածում ծառայել, ՊԲ-ում, պաշտպանական բանակում։ Ով է ընդհանրապես պատերազմական գործողությունների մասնակցել։ Ով է ընդհանրապես այս պատերազմների ժամանակ ներկա գտնվել այնտեղ։ Խոսքը վերաբերում է 30,000-ից հայ տղամարդկանց մասին։ Գալու է, այսինքն մենք հո գիտենք իրենց ծավալապաշտական նկրտումները, Ալիևյան նպատակը։ Ալիևը Անկարայում հենց այնպես չագնարգեց, որ Խորհրդային Միության կողմից սարսափելի փաստ է տեղի ունեցել շատ բան, որ Արևմտյան Զանգեզուրը, այսինքն ներկայիս Սյունիքը հանձնվել է Հայաստան։ Մարդը ուղիղ տեքստով հասկացնում է, որ հաջորդը օկուպացիայի համար ինքը նախատեսում է Սյունիքը։ Ուղիղ անկեղծ որպես թշնամի ասում է. Դե ասում է իմ Նախիջևանի էսկլավի հետ ես պետք է ունենամ ցամաքային կապ, անխոչնդոտ։ Կամ այդ կապը դուք եք տրամադրում, կամ ես վերցնում եմ եւ էլ ոչ մեկից ոչ մի բան չեմ խնդրելու։ Ուղիղ տեքստով եթե բացենք Ալիևի խոսքը էսա։ Իսկ մեր իշխանությունները ձեր մոտ ունեցել են այդ խոսակցությունը։ Ասում եմ մենք պատրաստ ենք ամեն ինչը բացել, բոլոր ենթակառուցվածքները բացել։ հայկական օրենսդրությամբ։ Հայկական օրենսդրությամբ։ Հիմա իրանք ասում են եղբայր, դա մեզ չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է նոյեմբերի 9-ի 9-րդ կետով կոնկրետ Սյունիքի հատվածով։ Ինձ ուրիշ հեքիաթներ մի պատմեք, կոպիտ ասած այդ են ասում։ Եվ այնտեղ մի հատ կներեք նոյեմբերի 9-ի մյուս կետերի հեքիաթը։ Իրանց չեն, մենք էլ ենք խոսել, իրանց դա չի հետաքրքրում։ Դրա համար եմ ասում, իրանք հաղթանակած դիրքերից Ալիևի ոտերը ամբողջ նստելա ողջևորված այդ է պահանջում։ Պրոստը մենք տեսնում ենք, որ այդ միակողմանի զիջումների արդյունք է դա նաև։ Տեսեք, ադրբեջանական Get1 քաղաքական գործիչի կողմից շուրթերից կամ պաշտոնական հայտարարություններում որևիցե տեղ չեք գտնի, որ իրենք էլ իրենց մասով ասեն, որ այո, մենք է պատրաստ ենք մեր տարածքով անցնելով երկաթուղիների, օրինակ հայ քաղաքացիները հանգիստ կարող են նստել Ջաբրայիլով Դերբենդ հասնել Ադրբեջանի տարածքով։ Ոչ մեկից չես լսի նման խոսակցություն։ Բայց հայկական կողմը ասում է բոլոր հնարավոր ճանապարհները բացում եմ ձեր առաջ։ Լավ, ավարտելուց առաջ, իսկ երբևէ մտքով չի անցնում, որ սպառվում է նաև Ալիևի ժամանակը, ինչ է նկարագրում։ Իհարկե, դեռևս ցայտնոդի մեջ է, էյֆորիայի մեջ է Ալիևը, բայց կամած իջնում է երկնքից ներքև։ Գիտակցում է պահի լրջությունը, հասկանում է, որ այդ ժամանակավոր է դեռևս։ Բայց իր մտահոգությունը, իր ֆոբիան ո՞րն է հայերիցս։ Նախ ինքը գիտակցում է, որ հայ ազգը այն ազգը չի, որ կռացած մնալու է այսպես։ Այսպես չի կարող մնալ, չի շարունակվելու այսպես։ Հա, ինքը նաև կմտածի, որ ինքն էլ հավերժ չի։ Դե ինքն էլ հավերժ չի։ Ինչպես դեռ հարց է, մանավանդ ինքը իր որդուն է պատրաստում որպես իրեն հետնորդ,
Ես չգիտեմ, իհարկե այն որ ասում է վանգայություններ չանեն քաղաքական հիմա, բայց երիտասարդը կարծես դերևս իրեն չի արտարացնում։ Ես հələ չեմ տեսնում եմ, որ հետը ուր գնում է ման է տալիս երիտասարդին, բայց իրենից քաղաքական կադր սարքել։ Լսել եմ, որ լուրջ խանգարող հանգամանք կա, բայց դրա մասին էլ գիտեմ։ Դա մեր խնդիրը չէ։